Թանգարանների գիշերի և թանգարանների միջազգային օրվա շրջանակում ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև ոլորտով հետաքրքրված մարդիկ ևս մեկ անգամ անդրադառնում են թանգարանների դերին ու նշանակությանը ամեն վայրկյան տեխնոլոգիական փոփոխությունների ենթարկվող աշխարհում։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը վեր է հանում խեցեգործության պատմությունը և Գավառի գեղարվեստի դպրոցի հետ համատեղ ներկայացնում հնագույն այդ արհեստի տեխնոլոգիական զարգացումը։ Հնագույն կերամիկայի օրնամենտացիան կարելի է բաժանել հիմնական բնորոշ հատկանիշների՝ գծային, երիզային, ժապավենային և ուռուցիկ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված կավե ամանները կարելի է բաժանել 4 հիմնական տիպերի՝ թակույկներ, գավեր և կուլաներ, սկահակներ և գավաթներ։ Թանգարանում ցուցադրվող հնագույն և ժամանակակից խեցեղենը պատանի ստեղծագործողների համար լավագույն բնօրինակն է։ Ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են դրանք, փորձում են վերարտադրել։ Թանգարանների գիշերի նոր ցուցադրությունն էլ կազմված է հենց աշակերտների ձեռքի աշխատանքներից։ Նրանք ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև բացվել է ցուցադրություն, որը կմնա ևս մի քանի օր, կծանոթանան երեխաների կատարած ձեռքի աշխատանքներին, գունավոր խեցեղենին, որը ինչպես գիտենք ունի հնագույն պատմություն։ Մեր աշակերտները բազմաթիվ անգամներ այցելում են եւ օգտվում են տեղի նմուշներից, ավանդական խեցեգործության տեսակներից եւ դպրոցում էլ բոլոր տեսակներով աշխատում են, ծանոթ են եւ աշխատանքային 3 տեսակների հետ եւ նաեւ հետագա մշակման բոլոր փուլերը անցկացվում է դպրոցում։ Կավե իրերի ստեղծման ընթացքով հետաքրքրված այցելուները հնարավորություն են ունենում հետևելու պատանի կավագործների աշխատանքին։ Թանգարանային մթնոլորտը ոգեշնչող է, իսկ հազարամյա խեցեղենի կողքին իրենց ստեղծագործությունների ցուցադրությունը ոգևորիչ։ Այստեղ ծանոթացանք հնագույն կավից պատրաստված նմուշների, նրանք մեզ շատ ոգեշնչեցին եւ մենք այստեղ պատրաստեցինք մեր իրերը հայկական հնագույն տեխնիկայով, այդ տեխնիկան կավի գլանները իրար վրա դասավորելու եւ այնուհետեւ ձեռքով հարթեցնելուց է կազմված։ Երեխաները տեղում ցուցադրեցին խեցեգործության 2 տեսակ շրջանակներում կարողացանք այստեղ սեղանի դուրգի եւ ավանդական, այսպես ասած, լույրի ստեղծման տեսակով կատարվող աշխատանքներն իհարկե դպրոցում նաեւ կատարում են էլեկտրական դուրգի վրա ստեղծվող տեխնիկայով։ Իսկ ահա Գավառի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտները դառնում են թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառման գլխավոր դերակատարները, անդրադառնալով հայկական ազգային երաժշտության ու պարի ակունքներին։ Հայ երաժշտություն իմ ազգային հոգու կանչ խորագրով միջոցառմամբ դպրոցականները կարևորում են առհասարակ բոլոր ազգային արժեքների պահպանումն ու տարածումը։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։